Հանուն Հոր և Որդվո և Ոգուն Սրբո ամեն։ Սիրելի ներկա և առցանց հետևող հավատացյալներ, այսօր մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնն է, որ մեզ համախմբե և հոգևոր երջանկություն և հոգևոր ուրախություն կբերե մեր սրտերու մեջ, որովհետև Քրիստոս համբարձավ փառող առհայր։ Եթե Պողոս առաքյալին խոսեցնենք համբարձումին մասին, Պողոս առաքյալ հագիրճ, սակայն համբարձման խորհուրդը Եփեսացիներու գրքին մեջ առաջին գլխում մեջ կներկայացնե, երբ կսե. Աստված իր զորությունը ցույց տվավ Հիսուս Քրիստոսի մեջ, զայն հարուցանելով եւ երկնքի մեջ իր աջ կողմը նստեցնելով, ավելի վեր, քան իշխանությունները եւ դերությունները, զորությունները եւ պետությունները, եւ նույնիսկ ավելի վեր, գսե Պողոս առաքյալ, քան այն իշխանությունները, որոնց անունը մեզի ծանոթ են, լա այս աշխարհին մեջ եւ կամ քալիք աշխարհի մեջ, եւ Աստված, գսե Պողոս առաքյալ, Հիսուս Քրիստոսի հանձնեց ամեն բան եւ զայն գարկեց եկեղեցու գլուխը ամեն բանե վեր։ Քրիստոսի համբարձումը, սիրելիներ, հիշված է բոլոր ավետարաններու մեջ, բայց ամենեն շատ մանրամասնությունը մեզի կփոխանցե Ղուկաս ավետարանիչը իր կորց Կարակելոցի գրքին մեջ, երբ կպատմե ինչպես Հիսուս իր հարութենեն 40 օրերու վրա երկարող այդ շրջանին հաջող գերևեր աշակերտներուն, անոնց Աստուծո արքայության մասին կխոսեր, անոնց հետ կճաշեր, որպեսի ցույց տա, որ ինք ողջ է, եւ վերջապես անոնց Սուրբ Հոգին խոստացավ։ Եվ օրը 40 օր երբ ամբողջացավ, այդ 40-րդ օրը, երբ Հիսուսի կով հավաքված էին աշակերտները լերանումը վրա, աշակերտները կհարցնեն Հիսուսի հետևյալ հարցումը. Հիմա է ժամանակը, որ պիտի վերականգնես Իսրայելի թագավորությունը, որովհետև առաքյալներն ալ, որպես հրյաներ, կգարձեին դեղմը, որ Հիսուս եկած է աշխարհ թագավորություն հիմնելու եւ ազատագրելու հրյա ժողովուրդը քերութենեն եւ իրենց անկախություն տալու եւ երկրի վրա, աշխարհի վրա զանոնք հզոր պետություն դարձնելու։ Հիսուս անոնց ասավ. դուք ժամանակին մասին մի մտահոգվիք, դուք չեք կրնար հասկանալ ժամանակը, բայց ասե Հիսուս, ցեզի Սուրբ Հոգին պիտի դամ, որպես երթակ եւ մինչեւ աշխարհի ծայրը ավետարանեք։ Այս է համբարձման դրվագը, եւ երբ Դագավին աշակերտները գխոսեին Հիսուսի հետ, Հիսուս կսե ավետարանիչը իրենց աչքին վրա մարմնով համբարձավ, եւ երբ Դագավին գտիդեին Քրիստոսի համբառնալը ամբը գծածկե եւ Քրիստոս իրենց ներկայութենեն գզրգվի եւ երկու հրեշտակներ կհայտնվին աշակերտներուն եւ գսեն ինչ եկեցածեք երկինքը գտիդեք, այն Հիսուսը, որ տեսակ կհամբառնա, օր մնորեն միտիկա, ճիշտ այնպես, ինչպես որ տեսակ, որ երկինք կբարձրանա։ Հիսուս, սիրելիներ, իր համբարձումով մեզի այսօր արիթ տվավ զինք փարապանելու եւ ասելու փառք համբարձմանը Տեր, բայց Հիսուս համբառնալով մեզի ալ իրեն հետ փառավորեց։ Ինչու՞, որովհետև Հիսուս համբարձավ մարմնով, իր մարդկային մարմնով, որը սկեցած էր, երբ աշխարհ եկավ, եւ երբ որ մարմնով երկինք համբարձավ, այսօր մեզ ալ իր հետ փառավորեց եւ մեզի այն գրավականը շնորհեց, վստահեցուց, որ մարդիկ իրենց մարմնով օրը Աստուծո ներկայության առջև կրնան բարձրանալ։ Դժվար է հավանաբար մարդկային մեր մտքով ըմբռնել համբարձումը, ինչպես Հիսուս մարմնով երկինք համբարձավ, դժվար է հավանաբար մարդկային մտքով ըմբռնել, ոչ թե հավատալ,
ըմբռնելու մասին է խոսքը, որ մենք ինչպես Աստուծո առջև պիտի բարձրանանք օրը։ Բայց ավետարանը լեցուն է սիրելիներ էջերով, թրվակներով, պատմություններով, որոնք մարդկային միտքը չի կրնար ըմբռնել։ Օրինակ, ինչպես կարելի է ըմբռնել, որ Հովնան 3 օր ցուգին փորի մեջ մնաց։ Ինչպես կարելի է ըմբռնել, որ Նոյը իր նավակին մեջ արավ երկրի վրա եղող բոլոր կենդանիներեն, արու եւ եք, սողուններեն եւ թրջուններեն։ Ինչպես բահեց անոնց, ինչ կերակրեց անոնց, իրար վրա չի հարցակեց անհավանաբար նավակի մեջ։ Դժվար է ըմբռնել, ինչպես Աստուծո պատվիրանով Մովսես Քավազանը զարգավ ծովու մեջ եւ ծովը ձեղքեց, Գարմիր ծովը ձեղքեց, որովհետեւ մարդիկ անոնց մեջ են անցնին։ Դժվար է ըմբռնել, ինչպես Հիսուս Քրիստոս գույրեր բժշկեց, գաղեր բժշկեց, զանազան հիվանդներ բժշկեց, կամ նույնիսկ մեղքեր քավեց։ Դժվար է ըմբռնել, ինչպես հարություն արավ եւ համբարձավ։ Բայց երբ դժվար է ըմբռնել, չի նշանակեր չենք կրնար հավատալ անոնց։ Եվ մեր կյանքն ալ լեցուն է թրվակներով, դեպքերով, իրականություններով, որոնք չենք կրնար ըմբռնել մեր մարդկային մտքով։ Եկեք օրինակներով խոսենք։ Բնավ մտածած եք աստղերուն մասին։ Աշխարհը կգտնվի շրջակիցի մեջ, որ կգոչվի Ձիրգաթի։ Այդ շրջանագին մեջ կան երկիրը, արևը, ուրիշ մոլորակներ եւ բազմաթիվ աստղեր։ Գիտությունը գսե, որ այդ շրջակիցին մեջ միայն գոյություն ունին 100 մինչև 400 բիլիոն աստղեր։ Բայց ասիկա ամբողջ աստղերը չեն։ Միան երկրի շրջակիցին, այդ շրջակիցին մեջ, որ երկիրը կգտնվի, անոր մեջ այսքան աստղեր կան գսեն։ Իսկ ամբողջ աստղերուն թիվը գսեն գիտնականները, որ երկրի ավազահատիկներեն ավելի են։ Եկեք քիչ ավելի բարդացնենք։ Գիտությունը գսե, որ քավատ մչուրի մեջ ավելի մանրեներ գոյություն ունին, քան երկնքի մեջ գտնվող բոլոր աստղերը եւ ավազահատիկները միասին։ Եվ մենք կհավատանք ասոնց։ Կհավատանք նույնիսկ առանց գիտնալու անունները այն գիտնականներուն, որոնք այս մասին կխոսին։ Ոչ միայն կհավատանք, կհիանանք, որտեղ կվստահենք այդ գիտնականներուն։ Այսօր արիթ է, որ մենք ալ մտածենք, երբ ավետարանը կգարտանք, միայն մտքի ըմբռնումով չգարտանք եւ չփորձենք մտքով ըմբռնել եղածները, այլ մեր գետրոնացումը, ուժը, ժամանակը դրամատրենք հարց տալու, որ այդ թրվակները ինչ կսեն մեզի այսօր։ Որտեղ որքան մտածենք անոնց ըմբռնելուն մասին, պիտի չգրնանք տեղ հասնել։ Աստված վեր է մեր կարողություններեն եւ ըմբռնում են։ Անոր համար եկեք այսօր խորհրդածենք, որ համբարձումը, որ հավանաբար մեր մարդկային մտքերուն կարելի չէ ամփոփել, ինչ կսե մեզի այսօր եւ ինչ պատկամ ունի մեզի այսօր մեր կյանքի մեջ։ Համբարձումը, սիրելի հավատացյալներ, առաջին հերթին հիշեցում մնե Աստուծո զորության մասին։ Դարձյալ իդ Բողոս Արաքյալին վերադառնալով Եփեսացիներու քրքին մեջ իր գրած այդ մեջբերումներուն գսե Աստված իր զորությունը ցույց տվավ Հիսուս Քրիստոսի մեջ զայն հարուցանելով եւ իր աջ կողմը նստեցնելով։ Ինչ կնշանակե ասի։ Կնշանակե, որ Քրիստոս է ամենազորը եւ Քրիստոս որպես ամենազոր իր ցերկերուն մեջ ունի աշխարհի ղեկը, որովհետեւ Բողոս Արաքյալ գսե Աստված հարուցանեց Քրիստոսը, իր աջ կողմը նստեցուց, ամեն բանը վեր տասեց եւ իրեն հանձնեց ամեն իշխանություն, ամեն բան անոր ցերկերուն մեջ դրավ եւ ասիկա մեզի լավ լուր է։ Մտածելու համար, որ ոչ մեկ աշխարհի մեջ ապրող իշխան, թագավոր, առաջնորդ, վարչապետ, անձ, որ ավելի մեծ զորություն ունի,
քան Քրիստոսի զորությունը։ Քրիստոս է, որ աշխարհը իր ցերկերուն մեջ ունի։ Եվ Քրիստոս չէ լքած աշխարհը։ Ուրդեղեն գիտենք Պողոս Արաքյալ գսե Հռոմեացիներուն ամագի մեջ Քրիստոս հոր Աստուծո աչքոմը նստելով ինչ կնե երկինքեն երգիրը չի դիտեր ինչ գսե Պողոս Արաքյալ գսե որ մեզի համար գփարե խոսե երևակայեցեք բամը եթե Քրիստոսի բարեխոսությունները թատրին մեզի համար եթե Քրիստոս աշխարհի ղեկը հանցնե բայց չէ հանցնած եւ անոր համար մենք մեր կյանքին ընթացքին պետք է շարունակենք աղոթել խնդրել Քրիստոսը որ իր ներկայությունը ավելի զորավոր բահե մեր կյանքի մեջ վստահ եմ բահեր կան սակայն երբ կտեսնենք մարդկային պատմության մեջ բադիվ չփերող էջերը պատերազմները եւ գտարնանք Քրիստոսի եւ գսենք Քրիստոս հիմա է ժամանակը որ միջամտես եւ փոխես մարդիկը փոխես մարդոց սիրտը այսօր համբարձումը մեզի գիշեցնե որ մի մտահոգվիկ աշխարհը Աստուծո ցերկերուն մեջ է միան մեզի կմնա հավատալ Աստուծո ծրագիրին եւ Աստուծո գարչած մնալ հավատքով երկրորդ սիրելիներ համբարձումը հիշեցում մնե Քրիստոսի խոստումին Քրիստոս համբարնալեն առաջ խոստացավ, որ Սուրբ Հոգին պիտի դա իր աշակերտներուն։ Որբեսի այդ Սուրբ Հոգին ստանալով չսեն, որ մենք Սուրբ Հոգին ունենք։ Հիսուս հստակորեն իրենց ասավ, «Ցեզի Սուրբ Հոգին պիտի դամ, որբեսի երթակ աշխարհի մինչև ծայրը եւ իմ վգաներս ըլլակ»։ Մենք հալ այսօր լավ գլա հիշենք, որ երբ մենք դժգոհություններ ունենանք մեր կյանքին ընթացքին, երբ այս աշխարհի ընթացքը չենք սիրեր եւ երբ Քրիստոսի գնային գսենք որ դեր մինչեւ երբ այս ամեն բաները հիշենք որ Հիսուս աշակերտներուն ասավ դուք ժամանակները չեք կրնար հասկանալ դուք Սուրբ Հոգին արեք եւ իմ վգաներս դարձեք անոր համար եւ ովևէ մեկ բան աշխարհի մեջ քու կյանքի ընթացքին քեզ ուրախ չեն բահեր հիշե որ Աստված քեզի Սուրբ Հոգին տվավ որբեսի անով կործես եւ փոփոխություն բերես կշտացնես անոթիները, հակեցնես զարավները, աղոթես աշխարհին համար եւ խաղաղության համար աշխատիս։ Երրորդ համբարձումը սիրելիներ հիշեցում է, որ Աստված Հիսուս Քրիստոս միշտ ներկա է եւ ներկա պիտի մնա մեր կյանքին ներս։ Երբ Հիսուս աշխարհ եկավ, աշխարհի վրա ապրեցավ որպես գադարյալ Աստված եւ գադարյալ մարդ։ Գադարյալ Աստված, իբրև գադարյալ Աստված, ամեն բան գիտեր։ Կգարտանք Ավետարանին մեջ այն հատվածները, ուր գրված են, որ Հիսուս գիտավ անոնց մտածումը։ Օրմե որ Հիսուս Զադիգի օրով Հովանու գիրքի մեջ հիշված է, երբ Երուսաղեմ կգտնվեր, բժշկություններ կատարեց, մարդիկ դարձի եկան, Ավետարանի չգսե բայց Հիսուս ինքն իր անձը չի վստահեցավ անոնց, որովհետև անոնք գիտեր ինչ կմտածեին։ Ուրիշ դեղմը, երբ որ Զաքեոսին դունը գնաց, Զաքեոսը, որ մաքսավոր էր, մարդոց տրամը հապշտագեր էր, իրավունքը գերած էր, երբ գնաց Հիսուս անոր հետ սեղանագից եղավ, օրենքի ուսուցիչները իրենց մտքեն ասին, որ նայեցեք, կացած է քողերու ավազակներու հետ սեղան բազմած է։ Հիսուս կսե Ավետարանիչը գիտավ անոնց մտածումը, ուրեմն որպես Աստված գիտեր ամեն բան, բայց որպես մարդ գադարյալ Հիսուս մարդու պես ապրեցավ։ Ղուգաս Ավետարանիչ կսե մեծավ իմաստությամբ եւ հասակով, մեզի պես։ Ուրիշ տեղը Ավետարանը գսե որ լացավ, անոթեցավ, ծարավցավ եւ որպես մարդ գադարյալ մարդ ապրեցավ Հիսուս Քրիստոս հոնուր որ գտնվեր, եթե Երուսաղեմի մեջ էր, Երուսաղեմ մնաց, թեև գիտեր ինչ կրնարելալ Գալիլեո մեջ։ Բայց Հիսուս Քրիստոս այսօր համբարնալով իր աշակերտներուն ասավ, «Ցեզի ինձի փոխարեն մխիթարիչ մը պիտի ղրգեմ, որ ցեր մեջ պիտի մնա, որ ցեր մեջ պիտի ապրի եւ միշտ ցեզի հետ պիտի ելա»։ Քրիստոսի համբարձումը այսօր հիշեցում մնա, որ մենք ուր որ երթանք
Հիսուս Քրիստոս հոն է։ Եթե հոս կգտնվենք այսօր մենք հավաքված իր անունի շուրջ հոս է մեր մեջ, եթե ուրիշներ ուրիշ շրջանի մեջ կհավաքվին իր անունի շուրջ, Քրիստոս նաև հոն է իրենց մեջ։ Դժվար է ըմբռնել ինչպես կրնալա Քրիստոս հոս եւ հոն միաժամանակ, բայց այսօր նաև հիշեցում մնե, որ ամեն բան պիտի չըմբռնենք, այլ պիտի հավատանք եւ այդ հավատքը մեր սիրտը ուրախացնե, որովհետեւ Հիսուս Քրիստոս ամենակարող է, Հիսուս Քրիստոս խոստում տված է մեզի, Հիսուս Քրիստոս մեր հետ է եւ մեր մեջ կբնակի ամեն վարյան, ամեն ժամ եւ ամեն տեղ։ Թող այս համբարձման 3 խորհուրդները մեր սրտի ուրախության հետ սիրելիներ մեր շրթունքներուն օրհնություն բերեն։ Օրհնյալը լա մեր Տերը Հիսուս Քրիստոս, Ավիդյանս, ամեն։